պատմական գիտելիքներ չունենայի, գուցե հիմար սխալներ անեի։ Չէ, բայց այնքան պարզ բաներ կա, պարոն Բաղդասարյան։ Կարա ինքը հասկանա, որ չի կարող լինել 3 միլիոնի եւ 90 միլիոնի միջև խաղաղության պայմանագիր։ Կարա հասկանա թե չէ։ Եթե այս 90 միլիոնի գիտակցումը, որ այս 3 միլիոն անտեր է, շուտ-ուշ վերցնելու է։ Դա աշխարհի բանն է տենց։ Լավ, ինքն էլ ասենք ուղիղ չունի, կամ Խաչատուր Սուքիասյանը չի հասկանում, որ երջանիկ մտածում է գնալու առետը, նա չի հասկանում։ Խաչատուր Սուքիասյանը իմ կարծիքով բիզնեսի մարդ է։ Նրա միակ ողբերգ կյանքում, որ լինելով բիզնեսի մարդ, ինքը քաղաքականությամբ խառնում մտածել որ կարա լինի նաև քաղաքական գործիչ, դա բացառված է։ Ես ուզում եմ նաև մեր ժողովրդին բացատրեք, որ այդ իլյուզիան, որ իբրև թե Հայաստանը վերածվելու է վիլայեթի, որ թուրքերը ձեզ համբալ են պահելու, ձիերի տակ մաքրող են պահելու, իրենց հարճ են պահելու, բացատրեք, որ դա նայեք արևմտյան Հայաստանին եւ արևելյան Հայաստանի մի հատվածին եւ տեսեք, որ չկա այդպիսի բան, ոչ մեկ ձեզ չի պահելու այստեղ, մաքրելու են այնպես, ոնց որ Արցախում։ Իդեպ Արցախի հետ կապված է Հիմա վերադառնալ Chatham House-ին, ինչ ասում Chatham House։ Չէ, բայց ասեք, որ վիլայեթ լինելու է, թողելու են թուրքերը այստեղ։ Չէ, պետք չի վիլայեթ։ Դա խնդրեմ է, հայերը խնդրեմ են։ Հայերը թուրքերի կարծիքով դավաճան չի ենթարկվող, ինչպես իրանք են ասում, անյոլագյալմաս ժողովուրդ են։ Չէ, ուղղակի հայերը հենց որ գլուխ կբարձրացնեն, կասեն, բա ցեղասպանությունը վերադառնալ Chatham House-ին։ Այդ ռիպորտի մեջ Անժելա, հետո այս հարցադրումներն անում են։ Եվ իրանք ասում են, որ Հայաստանը ունի հետևյալ ելքը՝ լինել անկախ պետություն, պահպանել բոլոր հատկանիշները, բայց սպասարկել Թուրանի շահերը։ Այդ Թուրանի շահերը սպասարկելու լավագույն օրինակը Մեղրու Միջանցքն է, որով հայերը թույլ են տալիս, որ Թուրանը զենք, վառելիք բան տանի բերի եւ այլ։ Սա երաշխիք է, սա հիմք է, որպեսզի իրանք ասեն Թուրքիային եւ Ադրբեջանին։ Ինչ եք ուզում, ոչ չասեք այդ պետությունը ձեր համար ծառայում է, ինչ ա եղել։ Այդտեղ ինքը Chatham House-ն իրան հարց է տալիս, ասում է, հա, բայց թուրքերի հետ դժվար է դա խոսել։ Թուրքերն ասում են, որը տենց է, վերացնենք Հայաստանը, ընդհանրապես խնդրեմ չունենանք։ Հասկանում ես սա։ Սա շատ լուրջ բան է։ Մարդիկ դա խոստովանում են։ Եվ դրա համար ասում է արևմտյան դիվանագիտությունը տամ, պետք է Միացյալ Նահանգների եւ մյուսների արևմտյան Եվրոպա եւ այլն աշխատի թուրքերի ու հայերի հետ, որ հնարավոր է այնպիսի մի խաղաղություն, որ տարբերություն չլինի հայի ու թուրքի միջև։ Այս Հայաստանի գոյության երաշխիքն է։ Ինչը գուցե կեղծ տրամաբանություն է, բայց տրամաբանական է։ Այդ ո՞րն է, պարոն Բագրատյան։ Այդ ո՞րն է, որ բան չլինի։ Չէ, իրանք իբր գտել են ձևը։ Չէ, բայց չկա այդ ձև գոյություն չունի, ինչ նշան։ Այդպիսի ձև ո՞րն է, չկա այդ։ Դա ոչ իրատեսական է, ոչ ռեալ է։ Այ Անժելա, ես ու դու գիտենք, որ չկա է։ Ես ու դու գիտենք, որ այդ Chatham House-ի հետ գրած էդի Բալտավնիա է։ Ես ու դու գիտենք։ Բայց այնտեղ նստած է մի հատ ապուշ, որը իրան եւ իր շրջապատին փորձում է համոզի, որ ինքը բանալին հայերի եւ թուրքերի խաղաղ գոյացության բանալին գտել է։ Ու չի ասում որն է, ասենք զենքը տարան, կտան, հա։ Սա նշանակում է, որ հայերը պետքա լինեն հակառուսական։ Միշտ հակառուսական եղան ռուսին։ Թուրքերին ապացուցեն, որ իրանք հակառուսական են։ Մեկ, օրինակ ասում է հայերը մի հատ մեծ թերություն ունեն։ Հայ առաքելական եկեղեցին, արևելյան եկեղեցի է վсё։ Ինքը պիտի ընդունի Հռոմի գերիշխանությունը նորից։ Ասում ես այդ որն է, ասում է հունա կաթոլիկ եկեղեցի դառել։ Կա Ռիմսկա-կաթոլիկսկая ցերկով, չէ, Ռոմա կաթոլիկ եկեղեցի, որտեղ պապն է, եւ ստեղծվել է տարիների ընթացքում հունա կաթոլիկ եկեղեցի։ Այս եկեղեցին իրար հետևից վանական համալիրներ Ուկրաինայում ասում են սրանց տրամադրության տակ։ Հիմա նույն բանը անում է Սանդուն Մոլդովայում։ Նույն բանը պիտի աներ Սաակաշվիլին Վրաստանում։ Հունա կաթոլիկ եկեղեցի։ Դուք ենթարկվում եք Հռոմի պապին, բայց այդ դավանաբանական առանձնահատկությունները, լիտուրգիական տրադիցիաները պահպանում եք։ Այնտեղ ասենք Սուրբ Հոգու, Սուրբ երրորդի խնդիր կա եւ այլն։ Ասում են դա մոռանանք, էսի արդեն վերջ, էսի 11-րդ դարի վեճեր, հիմա տազա ենք սկսում, նոր ենք սկսում։ Այս բոլորը նախապատրաստել են, այդ մարդիկ գրում են հարյուրավոր էջերով զեկույց են գրում, չէ՞։